Հարգելի ստատիտողներ, մեր տաղավարում այսօր զրուցելու ենք քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի հետ, շնորհակալ եմ հրավեր ընդունելու համար, պարոն Բադալյան։ Պարոն Բադալյան, այս ընթացքում զուգահեռ մեր զրույցին Սահմանադրական դատարանում շարունակվում են հետընտրական process-ները։ Ընդդիմադիր ուժերի դիմումն է քննարկվում ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու համար։ Ինչ սպասել ՍԴ-ից, թե այսպես որպես այդպեսին անգամ այն ուժերը, ովքեր դիմել են, իրենք են, թերահավատորեն մոտեն ու ասում են անգամ վստահ ենք, որ որպես այդպեսին ՍԴ-ն աշխարհացունց որոշում չի կայացնելու, այս ընտրությունները ուժի մեջ են մնալու։ Շնորհակալություն հրավերի համար։ Ինչպես ցույց է տալիս նախորդ մեր ուսումնասիրությունները, սկսած այն պահից, երբ որ Սահմանադրական դատարանը սկսեց գործել եւ ընտրությունների հարցը միշտ քննարկում են Սահմանադրական դատարանում, նրա լեգիտիմ, ոչ լեգիտիմ լինելը եւ այլն, մեկ անգամ է Սահմանադրական դատարանը, որը մի փոքր այլ որոշում է ընդունել, դա 2003 թվականի ուրեմն որոշումներ, համաձայն որի պետք է մեկ տարի հետո վստահության հանրաքվե ուրեմն տեղի ունենար, այդ ժամանակ ուրեմն նախագահական ընտրություններ է տեղի ունեցել եւ որոշակի խնդիրներ կան, ասած վստահության հանրաքվե, որը իհարկե տեղի չունեցավ, որտեղ երկրորդ նախագահան ասաց Սահմանադրական դատարանը չի կարող ինձի խորհուրդներ տալ, խորհրդատուների ցուցակում չկա եւ դրանից հետո Սահմանադրական դատարանը միշտ պարտադիր վավերացրել է տվյալ պահին իշխող քաղաքական ուժի որոշումը, այսինքն կենտրոնական ընտրական հանձնաժողովը ինչ որոշման մտել է Սահմանադրական դատարան, նույն որոշմամբ էլ Սահմանադրական դատարանից դուրս է եկել։ Հաշվառանով Սահմանադրական դատարանի ասկազումը այս պահի դրությամբ ես չէի ասի, թե ինչ որ կարող է այլ որոշում լինել կամ ստեղծված այսպես օրինաչափությունը փոխվել։ Չնայած իհարկե ես գուշակություններով չեմ զբաղվում, չեմ կարող ասեմ կսպասենք հուլիսի 4-ին, դա այդքան էլ մի քանի օր ընդամենը մնաց, բայց ամենայն դեպքում 5 պետք է ընդունենք այն, որ շատ հավանական է, որ Սահմանադրական դատարանը ուժի մեջ թողնի կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը, միգուցե ինչ որ թեթևակի նյուանսներ դա հաշվի առնի, բայց վերանայել ընտրությունների արդյունքները, որտեղ այստեղ ԲՀԿ-ի հետ կապված խնդիր կա, եւ եթե ինքը վերանայի, նախ նոր ընտրություն ասի, այս դեպքում դա լրիվ իրավիճակ է փոխվում, ամբողջովին իրավիճակ է փոխվում եւ չեն կարող ասել դա արդեն ինչպես կզարգանա, եթե մարդիկ կան մտածվում, որ եթե մի պահ պատկերացնենք Սահմանադրական դատարանը անվավեր է ճանաչում կենտրոնական ընտրական հանձնաժողովի այդ որոշումը 3 տեղամասերում անվավեր ճանաչելու մասին եւ ասում է քանի որ ոչ թե 3-ում, այլ ամբողջ հանրապետությունում նորից ուրեմն քվեարկու նորից ընտրություն լինի, այդ նշանակում է նոր ուժեր են ձևավորվելու, նորից մասնակցել ընտրություններին։ Երկար տևական գործընթաց եւ այստեղ մի շատ կարևոր բան, եթե ընդդիմադիրները հույս ունեն, որ այս նոր ընտրություններում իրանք ուրիշ արդյունք կստանան, իրանք սխալվում են, որտեղ իրանք հույսն է, միգուցե այն է, որ կարող է վարչապետի մոտ այդ վարչական ռեսուրսը այդքան չաշխատի, բայց ես չեմ տեսնում, թե ինչու չպետք է աշխատի նորից, իսկ օրինակ ուժեղ Հայաստանի ղեկավար Սամվել Կարապետյանի դեպքում կարող ենք այդքան շատ ձայն այլևս չստանա, որտեղ ինքը փաստացի այլևս նոր քաղաքական ուժ չի լինի, ինքը արդեն ոնց որ մի անգամ պարտված քաղաքական ուժ ելնելու եւ այն ողջավորությունը եւ այն մեծ մասնակցությունը, որ կար հունիսի 7-ին, կարող է չկրկնվել, այսինքն բոլոր նրանք, ովքեր որ ասում են, որ եկեք նորից ընտրություններ անցկացնենք, պետք է շատ զգուշ լինեն, որովհետեւ կարող է անգամ ընդդեմ այս նոր ընտրությունները ընդդեմ իրենց աշխատել ընդդիմադիր ուժերի։ Շատ հավանական է կարող է այդպես է լինի, որտեվ ոչ թե ընդդեմ, ուղղակի ոչ հոգուտ իրենց, այսպես ասենք, մասնակցությունը կարող է քիչ լինի, ուժեղ Հայաստանի կարող է քիչ լինի, ձայները կարող է գյուղի հետ կապված խնդիրներ լինեն, որտեվ այս էլ ի վնաս իշխանության, որովհետեւ տնտեսական սահմանափակումները սկսել են արդեն ազդել գյուղի վրա, այսինքն շատ գործոններ կան, որոնք որ կարող են խնդիրներ լինել։ Եթե միայն ԲՀԿ-ի ձայները ասենք այնպես անեն մանդատների վերաբաժանում տեղամասում կամ մանդատների նոր վերաբաժանում չեղալ հայտարարեն կենտրոնական ընտրական հանձնաժողովի այդ 3 տեղամասի անվավեր ճանաչելու գործընթացը դրանք վավեր ճանաչեն առանց ընտրությունների, ասենք ասում են, կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը հակասում է Սահմանադրությանը եւ մանդատների վերաբաժանում անեն, այդ դեպքում
իշխող քաղաքական ուժը կորցնում է 3/5-ով, 64-ից դառնում է, եթե չեմ սխալվում, 61, 60 թե 61 կարծեմ, այդ դեպքում էլ դա տուժում է իշխող քաղաքական ուժը, որովհետև ԿՊ-ն եթե ունենում է մի բանը 64, մի բանը 61, դա 3 մանդատի տարբերություն չի։ 64-ի դեպքում ինքը ունենում է 3/5 եւ դատախազ է նշանակում ԲԴԽ նախագահ։ Իսկ նրանց հրաժարակային դեպքում խնդիրներ կլինի։ Իհարկե կարելի է ԺՊ-ով էլ գնալ առաջ, բայց որոշակի խնդիրներ կլինի։ Այնպես որ շատ պրոբլեմատիկ է այս դրությամբ հենք ենք ընդունում, որ կասեն ինչ որ կա։ Պարոն Բադալյան, ամեն իրենց հանրային ելույթներում իշխանության ներկայացուցիչները հենց Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ինչ են ասում են, եթե համաձայն չեք ընտրության արդյունքների հետ, դուրս եկեք փողոց։ Ասում են Նիկոլ Փաշինյանն էր, չէ, ասում էր, եթե հանրությունը հաշտ չէ, կարծում է, որ կեղծված ընտրությունները հրապարակում 2 հոգի են, եթե դժգոհ լիներ, ընդվզում կլիներ։ Հայաստանի հասարակությունը ընդհանրապես չի Անդադ հեղափոխության կոչեր է անում։ Հա, Հայաստանի հասարակությունը ընդհանրապես հեղափոխություն չէ, դա տեսեք, ընդվզումը, եթե ասում ենք, դա պետք է մի քիչ դետալացնենք եւ տեխնոլոգիապես ներկայացնենք, ինչ է նշանակում։ Ընդվզման համար անհրաժեշտ է ուրեմն ինչ որ մի դրա առիթը, հա, եթե ասում ենք ընտրությունները կեղծվել են, այսինքն դու պետք է զանգվածային դա դժգոհություններ այդ աշճանի լինեն, որպեսզի մարդիկ դուրս գան։ Ուղղակի հայերի մոտ մենտալիտետային տեսակետից զանգվածային ընդվզումներ չեն լինում։ Հիմա կուտ այդ ոնց որ ասում են այդ ջղայնությունը, հա, այդ ինչ որ ներվային այդ պահ հունիսի 7-ին բան եղել, դուրս է եկել։ Հիմա որոշակի ժամանակ է պետք, որպեսզի նորից կուտակվի այդ ընդվզման պահը, լիցքը կուտակվի, լիցքաթափել է, բայց ամեն դեպքում շատ հնարավոր է, որ անգամ այդ լիցքաթափումը եթե անգամ շատ արագ կուտակվի, դրա համար անհրաժեշտ է կազմակերպչական ուրեմն կառույց, որը դա իրականացնի։ Կազմակերպչական կառույցն էլ այս պայդրությամբ չի ստացվում անել, որովհետև շատերը կալանավորում են, ձերբակալվում են։ Ժողովուրդը ինքը չի կարող դուրս գալ, եթե անգամ ինքնաբուխ ինչ որ միտեղից դուրս գա, դա պետք է կազմակերպչական բնույթ ստանա։ Այս կազմակերպչական բնույթ ստանալը կազմակերպչական կառույց պետք է լինի։ Կազմակերպչական կառույցը եթե լինում է, անմիջապես դրանց շատ անդամներ ձերբակալվում են, ու դա ոնց որ չի ստացվում։ Այս գործի համար վարչապետի ասածը դուրս եկեք, այս պայդրությամբ չի աշխատելու։ Այո, կարող են դուրս գալ, եթե երրյակ գործընթաց տեղի ունեն, այսինքն, հա, դժգոհություն։ Բայց նա դա ասում է բնականաբար սպասելով ակնկալիք ունենալով, որ որևէ մեկը փողոց դուրս չի գալու։ Նույն դիմադիրներն էլ այդպես չեն ձեռնարկելու, հա, փողոցային պայքար։ Հա, չէ, դուրս չեն գալու։ Չէ, լսեք, եթե, ասենք, եթե տնտեսական սահմանափակումները բավականին լուրջ հարվածացնեն, ընդունենք գյուղաբնակ բնակչության եւ քաղաքաբնակ ընտրողներին, ասենք այդ ձևով, հա, գյուղաբնակներին եւ ավտոմատ կերպով նաեւ քաղաքաբնակներին, եթե ընդդիմությունը կարողանա կազմակերպչական կառույցներ ստեղծած լինի, որպեսզի կա նյութականացնի կամ այդ դժգոհությունը կարողանա փողոց բերելու գործընթաց իրականացնի, եթե միաժամանակ նաև Ռուսաստանից քաղաքական աջակցություն, քաղաքական ճնշում լինի իշխանությունների, այսինքն եթե-ներ լինեն, այդ դեպքում հնարավոր է ինչ-որ մի բան լինի։ Դա չի նշանակում 100% կլինի, բայց հնարավոր լինի այս գործոնների բացակայության, թեկուզ մեկ գործոնի բացակայության դեպքում հաջողություն չունեն անդիմադիրները։ Պարոն Բադալյան, մինչ Սահմանադրական դատարանում դեր արդյունքներն է քննարկվում, հա, կարելի ասել ամեն դեպքում ֆորմալ առումով այս պահին դրանք վիճարկվում են ու վերջնական չեն, արդեն իշխող ուժը պաշտոնների բաժանում է անում ազգային ժողովի նախագահ, փոխնախագահներ, ֆրակցիայի ղեկավար, սրա հետ կապված վերադասավորումներ ու այս կարելի ասել անսպասելին ամեն դեպքում ազգային ժողովի նախագահի փոփոխություններ։ Գիտեք ինչն է, համար է անսպասելի։ Ընդհանրապես կառավարման գործընթացը ինքը զարգացում է ապրում եւ այն գործիչները, որոնք որ վարչապետին պետք էին 21-26 թվականներին, հիմա միգուցե այլևս տվյալ պաշտոնում պետք չեն, այլ պաշտոններում պետք են, իսկ տվյալ պաշտոնները միգուցե այլ գործընկերներ են պետք, որովհետեւ երբ որ մենք տեսնում ենք կադրային քաղաքականությունը համապատասխանեցվում է իշխող քաղաքական ուժի գծին, այն է ամեն դեպքում դեպի արևմուտք տրանսֆորմացվելու, իսկ դեպի արևմուտք գնալու դեպքում ազգային ժողովի այս նախագահան այդքան էլ միգուցե անկալելի չէ։ Բայց նա ամենաշատ հակառուսական հայտարարություններ արած գործիչներից է։
Հա, կան նաև ուրիշ գործիչներ, որոնք հա, չէ, գիտեք ինչ, խնդիրը հակառուսականության անելը չէ։ Ամեն դեպքում նա ուներ որոշակի կոնտակտներ ՌԴ Դաշնային խորհրդի ղեկավարության հետ, իսկ նոր տեխնացում ոնց որ թե այդ կոմպլեքսը չունի, այսինքն ՌԴ այդ կապերը ինքը չունի, ինքնալչու դեպի Թուրքիա, ինքնալչու դեպի Արևմուտքի հետ է կապված, սա բնականon երևույթ է, այսինքն գալիս է մի գործիչ, որը ավելի ընդգծված դեպի Արևմուտք է նայում ռուսական արտաքին քաղաքական process-ներով են պայմանավորված, կադրային փոփոխությունները։ Ընդհանրապես արտաքին քաղաքական գործընթացները իհապես ազդում են Հայաստանի ներքաղաքական գործընթացների վրա, կազմված է ոչ այդքան արտաքին քաղաքական գործընթացները, որքան վարչապետի ցանկությամբ։ Հիմա ինքը այդպես հաշվարկեց, որ միգուցե դեպի Արևմուտք գնալու համար տվյալ գործիչը ավելի ցանկալի լինի, քան նախորդ ազգային ժողովի գործիչը, այստեղ որևէ խնդիր չկա։ Իսկ նոր պաշտոնի օրինակ դա արդեն է ապագան ցույց կտա, թե ինչ պաշտոն կզբաղեցնի, չի զբաղեցնի, դա ապագայի գործընթացն է։ Բայց ակնհայտ է, որ հենց իր համար էլ էր, հա, կարելի ասել անսպասելի էր, Չեմ կարող ասել։ Նիստից հետո այդ դուրս process-ը։ Չեմ կարող ասել, շատ դեպքերում լրատվամիջոցներին ծանոթ եմ այդ տեղեկություններին, լրատվամիջոցները շատ դեպքերում նաև ոչ այնքան, ուրեմն, օբյեկտիվ պատկեր են հրապարակում, ելնելով ինչ ուրեմն սկզբունքներից եւ այլն։ Դրա համար դա դնենք մի կողմ, թե նիստից հետո դուրս է եկել, ներս է եկել, ինչ է եղել։ Ամեն դեպքում պետք է ընդունենք, որ այո, ԱԺ նախագահան նախընտրական կամպանիայի ժամանակ միանշանակ եղել է վարչապետի կողքը, ավտոբուսի հետ ժամանակ որ գնում են, իր հետ միասին այդպես ուտելիքի ընդունելու այդ գործընթացին ինքն է մասնակցել եւ ոչ թե ուրիշները, բայց դա չի նշանակում, որ ինքը պետք է մշտապես լինի տվյալ պաշտոնում։ Վարչապետը ինքն է որոշում, որ պաշտոնին ում դնի, երբ դնի եւ ինչու համար դնի։ Բան Բադալյան, մինչև որտեվ դա լիդերային կառույց է, այնտեղ կա մեկ մարդ, որ ամեն ինչ որոշում, մնացածները նայեն ենթականներ են անպաղ զբաղ։ Եվ իրենք են ուզել այդպես լինի, իրենք են ուզել այդ կուսակցության ղեկավար կազմը, ինքն է ուզել լինել ենթական։ Դրա համար ինքը պետք է համակերպի այդ գաղափարը։ Եթե դու ուզում ես լինես ենթական եւ չունենաս քո սեփական եսը, ուրեմն վարչապետը կտան օրինիքո քո ես այնպես, ինչպես ինքն է նպատակարար գտնում։ Բան Բադալյան, ընտրության արդյունքները եւ դրան հաջորդող գործընթացները ցույց տվեցին, որ կամ ընդդիմադիր ուժերը, ովքեր միջև ընտրությունները պնդում էին, ասում էին, որ գնում ենք միանշանակ հաղթանակի, այլ սցենար չէին դիտարկում, ցույց տվեց, որ կամ այլ սցենար չունեին, կամ ունեին, բայց չգործեց։ Այսպես ձախողվեց։ Այ գոնե հիմա այս process-ներում, ըստ ձեզ իրենց խոսույթից ինչ է երևում։ Կա այդ ասված պլան B, պլան G, թե օրինակ ՍԴ այս որոշման դեպքում ինչ են անելու եւ մեկ այլ որոշման դեպքում ինչ են անելու։ Ցույց տվեց այս վերջի 3-4 ամսվա ընթացքում, որ իշխող քաղաքական ուժը, ընդդիմությանը կանդրադառնանք, իշխող քաղաքական ուժը հստակ ունի իր պլան A-ն ու պլան A-ով շարժվում է։ Ինք առաջարկեց մի տեսակ այդ խաղաղություն, որին այլընտրանքային երրական դիմությունը չկարողացավ առաջարկել, ինքը խաղաղություն էր։ Դրան փոխարեն պետք է ինչ-որ ուրիշ բան առաջարկել, բայց առաջարկեցին ինչ-որ արժեք չվայելող ինչ-որ ծրագրային կետեր, հա, որոնք կարող աշխատեն ուրիշ երկրներում։ Չեխիայում, Հունգարիայում, Հոլանդիայում, Ֆրանսիայում, ինչ-որ հազարավոր աշխատատեղերի բացում, ինչ-որ բնակարաններ էժան եւ այլն։ Վարչապետը առաջարկեց գոյաբանական տեսլական խաղաղություն։ Մարդիկ պարզ էր, պատերազմից դուրս ենք եկել, ուզում ենք խաղաղ ապրենք։ Դու դրա փոխարեն պետք է ուրիշ առաջարկեր, որը այլընտրանք լինի խաղաղությանը, ոչ թե երաշխավորված խաղաղություն, սկսել հոլովել խաղաղություն բառը, այդքան ասեցի, մի հոլովեք, չեք կարող դու խաղաղություն բառը հոլովեք ու խաղաղությունը ուրիշ ձևով ներկայացնեք։ Երաշխավորված խաղաղություն, խաղաղություն, ամենախաղաղություն, խիստ խաղաղություն, ուժեղ խաղաղություն, չէ, ուրիշ բան առաջարկեք, որը գոյաբանական լինի, որը այլընտրանք լինի խաղաղությանը։ Դա իրանք չարեցին, սա մեկ։ Երկրորդ, եկավ հունիսի 7-ը, վարչապետը ինչքան կարողացավ իր կողմնակիցներին ուղարկեց դեպի ընտրատեղամաս, նաև ըստ լրատվամիջոցների վարչական ռեսուրս կիրառեց եւ ավելին գիշերվա ժամ 2-ին դուրս եկավ, ասեց ես հաղթել եմ։ Դրանից հետո ինքը սկսեց ուրեմն նաև կալանքների ձերբակալությունը չխտան շարունակել եւ անդիմադիրներին ընտրակաշարքով ինչ որ ուրեմն ընտրակաշարքներ բաժանելու մեջ մեղադրել։ Այսինքն մենք տեսանք, այս ուժը հստակ իր ծրագրով գնում է առաջ։ Այ երրակի մոտ սա չերևաց։ Առաջին իրանք չկարողացան իշխող քաղաքական ուժին այլընտրանք
տեսլական ունեցող բովանդակություն ունեցող ծրագիր առաջարկել։ Ինչ որ լավ Հայաստան, բայց մի քիչ Հայաստան դաշինքան դեռ փորձեց տարանջատվել Երևանից, Արցախի հարցը ինչ որ քննարկման առարկա դարձեց եւ այլն, բայց մի ծրագիր, որ կացե սա խաղաղություն է, իսկ սա է, որը ավելի հզոր է, քան խաղաղությունը, կան ծրագրեր, կային։ Մի քանի անգամ, ասենք, տարբեր, ասենք, հարցազրույցի ժամանակ ասացի, բայց դե իրանք առաջորդեցին իրենց ծրագրերով։ Այս ծրագրերը կային, իրենք դա չարեցին, մեկ։ Իրենք խիստ վստահ են, որ հաջորդ վարչապետը լինելու է Սամվել Կարապետյանը, ամեն պահի կրկնում են հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանը։ Կարող է եկալ հիմա հարց լսել, հիմա որ ասում եք հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյան, նկատի ունեք այս ընտրությունից հետո, թե 31 թվականի ընտրությունից հետո, միգուցե հետո ունեցել, չգիտեմ։ Սա երկուս, ասենք, որ իրանք խիստ վստահ են, որ իրենք երեքով անցնում են, իրանք հույսը այն էր, որ Մոլդովայում ընդդիմությունը երեքով միասին Մոլդովայի տարածքում ավելի շատ ձայն ստացա, քան Մայասանդոյի կուսակցությունը, որը դրսից ձայները բերի։ Մտածում են այս նույն սցենար կկրկնվի, երեքով ավելի շատ ձայն կհավաքեն, քան ԿՊ-ն եւ իրենք կարողանան այստեղ երեքով դաշինք անել։ Նախ սխալվեցին ռազմավարության մեջ։ Երկրորդ, սխալվեցին այդ իրենց ծրագրերը, ապտեսլական ծրագիր չունենալը։ Երրորդ, իրենց մոտ բավականին տեխնոլոգիական մասը շատ այդքան էլ հաջող չէ, շատ տեղամասերում իրենք 100% վստահելի մարդիկ չունեն։ Այսքան փորփրեցին, վերջը գտան Բարգավաճ Հայաստանից ինչ որ մի քանի ձայներ, որոնք որ պակասում էին։ Բացում էին հազարավոր կեղծիքներ եղել եւ այլն, ուր են այդ բաները։ Միայն 17000 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել։ Հա, չէ, ուր են մյուսները, հա, չէ, որ վերցել են, ասենք, ընդդիմության ձայները դրել են ԿՊ-ի վրա, ուր են այդ հազարավոր 17, դա անվավերը ճանաչվել է ուրիշ է, բայց բերեք ասեք, այ ընդդիմության օգտին տված, չգիտեմ, 30000 ձայնը դրված է ԿՊ օգտի, դա մենք վերցնում ենք։ Ուր են այդ բաները, տեխնոլոգիական գործընթացները, դա չկա։ Եվ հիմա, հա, նշում են, իդեպ, նաև չմոռանանք, Հայաստան դաշինքը ասում էր, եթե ընտրությունների ժամանակ կեղծիք լինի, հեղափոխություն կանենք։ Հիշում եք այդ տարածություն մամուլացումի ժամանակ նշեց Հայաստան դաշինքի ղեկավարը, որ եթե կեղծիք լինի, բայց ինքը նաև նշել է, որ 10% վարչական ռեսուրս է եղել։ Դա վարչական ռեսուրսը կեղծիք է ամեն դեպքում, որովհետև քաղաքացիների ազատ կամքի վրա արտահայտություն եղել։ Ուր է դեպքում խոստացած Հայաստան դաշինքի խոստացած հեղափոխություն, այսինքն խոստացան մի քանի բան խոստացան, որոնք որպես այդպեսին չկա, դրան գումարած։ Բարգավաճ Հայաստանը չի ասել, թե շատ հաջող քարոզարշավ իրականացեց, բավականին թույլ քարոզարշավ էր, իր պոտենցիալը մաքսիմալ չօգտագործեց, դա կախված էր եւ այդ ընտրաշավի կազմակերպիչներից, որոնք այդքան էլ պատկերացում չունեն, թե ինչ բան է ընտրաշավը, եւ տեսել է նախկինում ինչա փորձեցին ինչ որ հա զուտ Գագիկ Ծառուկյանի անձի վրա ամեն ինչ դնել, չաշխատեց, պետք է լրացուցիչ բաներ։ Եվ հիմա փաստացի ստացվեց այսպես է, հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյան, հեղափոխություն անող եւ այլ ընդդիմությունը վերածվեց մի հարցի, մանդատ վերցնում եք, թե չենք վերցնում։ Հիմա Սահմանադրական դատարանում են քննարկում, բնականաբար Սահմանադրական դատարանի որոշումից կախված է նրանց հետագա գործունեությունը։ Ենթադրում են, որ Սահմանադրական դատարանը ուժի մեջ է թողել այս որոշումը, զուտ ենթադրություններ են կանում, կամ այս մի վարկաստ են քննարկում, եթե չենք ուզում ենթադրություն անել։ Թողում է ուժի մեջ այս որոշումը, այդ դեպքում բնականաբար նրանք վերցնել են մանդատները գնան ազգային ժողով, բայց անգամ խնդիրը մանդատ վերցնելը չէ։ Հասկանում եք, խնդիրը այն չէ, դուք կվերցես մանդատ, թե չէ։ Նախ մանդատ պետք է վերցվի, միանշանակ պետք է վերցվի։ Կլինի 41 թե 44, անկախ ՍԴ որոշումից մանդատ պետք է վերցվի։ Ի վերջո քաղաքացիները մանդատը տվել են, որ իրանք վերցնեն մանդատով էլ օգտագործեն։ Ծանոթ եմ, իհարկե ասում եմ, մենք ձեզ չենք ուղարկել այդտեղ մանդատ վերցնելու, հա, ընդդիմություն աշխատելու։ Հա, դե հիմա եթե նույն քաղաքացիներն էլ թող բարի լինեն, ուրեմն շատ ավելի ձայն տան 7 շատեր ասում են, 727000 ձայն վարչական ռեսուրս է կիրառվել, լավ հանում ենք 100,000 ձայն վարչական ռեսուրս է կիրառել, բայց 620,000 ձայն ստացել, լավ 200,000 ձայն վարչական ռեսուրս, 300,000 ձայն վարչական ռեսուրս, ընդունենք վարչապետ 300,000, ԿՊ-ն վարչական ռեսուրս է կիրառել, 727-ից հանում ենք 300,000, 427,000, 427,000 էլի շատ է, կան առանձին վերցած անդիմադիր, ուրեմն ուժեր է, թե առանձին վերցնում ենք, այսինքն էլի շատ է ստացել կան մյուսները, դե դեպքում բարի լինեք, եթե չեք ուղարկում անդիմություն, բարի լինեք ուղարկեք իշխանություն, հա այդ 427,000-ից 100-200,000 էլ գնայք քվարկել, հիմա
քվեարկել են այնքան մարդ, ինչքան որ նրանք ազգային ժողովում ստացել են, անգամ վարչական ռեսուրսներ չեն կարողացել տեր կանել։ Հիմա նրանք ստացել են այդքան ձեն։ Ընդդիմություն աշխատել չաշխատելու մեջ չի հարցը։ Եթե դու տեսնում ես, որ հունիսի 7-ին ընտրությունները դու չես կարողանում իշխանափոխություն անել, իսկ ես բազմիցս նախընտրական կամպանիայի ժամանակ ասել եմ, Հայաստանում գոյություն ունի քաղաքական օրինաչափություն 1995, 99, 2003, 2007, 2012, 17, 18, 21 եւ հիմա արդեն 26 եղել է ազգային ժողովի 9 ընտրություն 35 տարվա մեջ, հա, մոտապես 30-35 տարվա մեջ։ Եվ այս 9 անգամ էլ ազգային ժողովը մեծամասնությունը ունեցել է այն ուժը, որը տվյալ պահին գործադիր իշխանությունում է լծակներին է տիրապետել, դա նշանակում է դու ընտրական գործընթացով չես կարող իշխանություն փոխել։ Այդ դեպքում դու սկսում ես մտածել, իսկ ուրիշ ինչ ճանապարհով կարամ, որը սահմանադրությունից դուրս չի գալ, այսինքն հակասահմանադրական չի, ասենք ինչ որ հա, այնտեղ հեղաշրջում եւ այլ, դա դնում եք մի կողմ, դա դատապարտելի է, հակասահմանադրական է։ Այդ դեպքում դու բացում ես սահմանադրությունը, կարդում ես հոդվածները, թե դու ինչ կարող ես անել, եւ եթե լավ ես կարդում եւ ունես համապատասխան, ուրեմն ստեղծագործական մոտեցում, կրեատիվություն ունես, կրեատիվ մտածելակերպ, դու կարող ես իշխանափոխություն անել, որտեղ Հայաստանում իշխանություն կարող է ձևավորել եւ իշխանություն կարող է դառնալ այն ուժը, ով առնվազն 5% ավելի նպատակասլաց է, քան վարչապետը, ավելի վճռական է, գոնե 5% ավելի վճռական է, քան վարչապետը եւ ավելի ուրեմն էլի 5% ավելի կրեատիվ է, քան վարչապետը։ Հիմա այդ 3-ից որ մեկը այսպես խանգարես, թե 3-ը համատեղ։ Ոչ մեկը չունեն։ Նրանք զիջում են վարչապետին թե նպատակասլացությամբ, թե բան այդ վճռականությամբ, թե ստեղծագործական մոտեցումով։ Դրա համար նրանք ընդդիմություն են, իսկ ԿՊ-ն իշխանություն է։ Եթե երեքն էլ պարտադիր միասին պետք է լինել, այնպես չի էլի։ Եվ քաղաքական կրեատիվությունը ենթադրում է քաղաքական նեվ ինտելեկտ եւ այլն։ Դա քաղաքական ինտելեկտ ասելու նկատի չունեմ, երբ որ դու ինչ որ շատ լավ գիտես, չգիտեմ, հա, Հունգարիայի կամ Ֆրանսիայի կամ ինչ որ քաղաքական գործընթացներ, չէ, դու Հայաստանի քաղաքական գործընթացները պետք է հասկանաս։ Դու պետք է նայես, եթե քեզ չի հաջողվում ընտրությունների միջոցով, ուրիշ ինչ կարելի է իշխանություն անել սահմանադրության շրջանակներում։ Նպատակը դնում ես, տեսնես նպատակին հասնելու համար ինչ խնդիրներ կան, որոնք պրոբլեմատիկ են։ Դու սկսում ես այդ խնդիրներով առաջնորդվել եւ յուրաքանչյուր խնդիր լուծելու միջոցներ ես գտնում, տեխնոլոգիաներ ես գտնում։ Ամեն ինչ արեցի, դու կարող ես իշխանափոխություն անել սեպտեմբերին, հոկտեմբերին, նոյեմբերին, ոչ մեկ քո ձեռքը չի բռնում, կարող ես անել։ Քեզ ամեն ինչ դա թույլ տալիս են։ Խնդիրներն է, դու պատրաստ ես դրան իշխանություն վերցնել, թե պատրաստ չես։ Դեգուցե պատրաստ չէ, ցանկություն չկար բավական։ Չգիտեմ, եթե պատրաստ չեն, դա ուրիշ խնդիր է։ Դրան ասեմ, պետք չի մենակ կենտրոնանալ հունիսի 7-ի վրա եւ մանդատ վերցնել չվերցնելու վրա։ Պետք է կենտրոնանալ նպատակի վրա եւ այդ նպատակին հասնելու համար խնդիրների վրա եւ խնդիրներ լուծելու տեխնոլոգիաների վրա։ Եթե դու դրան կարողանաս անես, դու կհասնես իշխանափոխության։ Իսկ եթե դու եւ մի բան պարտադիր պետք է հաշվի առնես։ Քաղաքական գործընթացները Հայաստանում դա ներհայաստանյան գործընթացներ չեն։ Ինչ որ տեղ ունեցավ հունիսի 7-ին, կարող ենք ասել դա բազմասերիանոց, դա սերիալ է, դա սերիալի առաջին սերիան էր, որտեղ հաղթանակ տարավ Արևմուտքը։ Չմոռանանք մայիսի 30-ին ԵԱՏՄ ընդունած որոշման մասին, համաձայն որի դեկտեմբերին Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին կասեցվելու է։ Դրա մասին խոսեց Գալուզինը 2 օր առաջ, որ հիմա մշակվում են համապատասխան ուրեմն իրավական ուրեմն նորմեր, որպեսզի առանց Հայաստանի քվեարկության կասեցնեն։ Միաժամանակ մենք տեսնում ենք Ռուսաստանի Դաշնությունից բավականին բացասական արձագանքներ Հայաստանի քաղաքական գործընթացների հետ կապված։ Բացի չեն շնորհավորել, նաև տեսնում ենք, որ արտգործնախարարության մամլոխոստակը Հայաստանի վարչապետի ելույթը կառավարությունից հետո հնչեցածի ուրեմն հարց ու պատասխանին կամ ամուլասուլիսին, ինչպես ասում են, մեկնաբանում է կամ պիտակավորում է որպես դեմագոգիա։ Երբ որ մարդուն ասում են դեմագոգ, էլ չեն շնորհավորում դա։ Եվ բոլոր այն որոշումները, ընտրությունները, որ արդար չեն եղել, անարդար
նախարար են եղել, երբ որ նայում եք Եդինե Ռոսիա կուսակցության համագումարում կուսակցության ղեկավար, որը նախկին նախագահ եւ անվտանգության խորհրդի նախագահի տեղակալը նշում է, որ Հայաստանում Գայիկ Ծառուկյանը կալանավորված է, Հայաստանի իշխող քաղաքական ուժ անդիմադիրներին բանտերում է, ամբողջովին պահում եւ բացասական էլի դիրքորոշում է հայտում Հայաստանի իշխանությունների նկատմամբ, դա նշանակում է, որ Ռուսաստանը ամեն ինչ անում է իշխանությունը չշնորհավորելու։ Հիմա չշնորհավորել է ինչ կաճի։ Չմոռանանք վարչապետի այս լիազորությունները, որ ընտրվել է 21 թվականին օգոստոսի 2-ին ավարտվում են, որովհետեւ ազգային ժողովը պետքա նոր նիստ բացի, այնտեղ կառավարություն կլինի, նոր հասկանալի նոր վարչապետը կլինի Նիկոլ Փաշինյանը, բայց դա կլինի արդեն նոր ընտրությունից հետո ձևավորված կառավարություն, ինչպիսին կլինի Ռուսաստանի վերաբերմունքը, դե ֆակտո են ճանաչում, դե յուրե են ճանաչում, թե չեն ճանաչում, ուղղակի դե ֆակտո ընդունում են Հայաստանի ղեկավարություն, դա անհասկանալի է, դրանից բխում է տնտեսական հարաբերություններ եւ քաղաքական հարաբերություններ, այսինքն ոնց ալնելու վարչապետին ոնց են գրության մեջ գրելու դե ֆակտո վարչապետ Նիկոլ Փաշինյան, ասենք ինչ որ գրություն են գրում, բնականաբար եթե դու չես ճանաչում կառավարությանը, դու չես ճանաչում նաեւ նախարարներին, այսինքն Լավրովը ոնց է գրելու Արադ Միրզոյանը, եթե նա դառնա վարչապետ, կմնա վարչապետ, իսկ վարչապետը ասած ոնց որ բոլորը մնում են։ Գրելու են դե ֆակտո արտգործնախարար ինչ որ դա ինչպես է ազդելու հարաբերությունները, այսինքն բավականին լուրջ խնդիրներ կա։ Սա անդիմությունը պետք է հաշվի առնի, նաև հաշվի առնի, որ Իրանի հետ կապված էլ ամեն ինչ նես չի, որ իդեալական է, Իրանալ խնդիրներ ունի Հայաստանի իշխանությունների հետ։ Միակ բանը պետք է հաշվի առնել, որ արևմուտքից աջակցություն չի ստանալու։ Ինչքան էլ գնա ԵԽԽՎ-ում ելույթեր ունենա, ասի, որ ստեղ, չգիտեմ, ԿՊ-ն մարդակերությամբ է զբաղվում, այնտեղից ոչ մի աջակցություն չի ստանալու։ Ընդդիմությունը արևմուտքից չի աջակցվելու։ Սա պիտի փաստենք։ Շնորհակալ եմ ձեզ, պարոն Բադալյան, զրույցի համար։ Հարգելի ստատիտողներ, ես հիշեցնեմ, որ մեր տաղավարում զրուցում ենք քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի հետ։ Շնորհակալ եմ հետևելու համար, կհանդիպենք։